Ինչպես արդեն Star News-ը տեղեկացրել էր, դերասան Կարեն Հովհաննիսյանի եւ նրա կնոջ Մանեի անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները դարձել են համացանցային քննարկումների գլխավոր թեմա։ Go Sport FM-ի եթերում հյուրընկալված դերասանն ի վերջո պաշտոնապես հայտարարեց շրջանառվող լուրերը, նշելով, որ բաժանման որոշումը կայացրել է մոտ 1 ամիս առաջ։ Մինչ այս խոստովանությունը զույգի հետևորդներն արդեն նկատել էին, որ սոցիալական հարթակներում հեռացվել են բոլոր համատեղ լուսանկարները, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր դարձել։ Այս բաժանումը կրկին ուշադրության կենտրոնում պահեց մի փաստ, որը զույգի ամուսնության հենց սկզբից բուռն քննարկվում էր հանրության կողմից։ Խոսքը նրանց միջև առկա 16 տարվա տարիքային տարբերության մասին է։ Չնայած շատերը կարծում էին, որ տարիների այս գալի փոփոխությունը կարող էր դառնալ աշխարհայացքների բախման պատճառ, զույգը տևական ժամանակ փորձում էր հակառակն ապացուցել, սակայն այսօր արդեն փաստ է, որ Կարենն ու Մանեն որոշել են շարունակել իրենց ուղիներն առանձին։ Հայտնի եւ սիրված դերասանական զույգը Կարեն Հովհաննիսյանը եւ իր կինը Մանե Հակոբյանը Live-room հաղորդման շրջանակներում հանդես են եկել բացառիկ անկեղծությամբ։ Զույգի հարաբերությունները միշտ լի են եղել հետաքրքիր շրջադարձերով։ Հատկանշական է, որ իր հարցազրույցներում Կարենը բազմիցս անկեղծացել է, որ երբեք չի ցանկացել, որ կինը լինի շոու բիզնեսի ներկայացուցիչ կամ զբաղվի դերասանական գործունեությամբ։ Այս թեմայի շուրջ քննարկումների ժամանակ Մանեն նույնիսկ չէր կարողացել զսպել իր հույզերն ու արտասվել էր, սակայն նա միշտ հույս էր հայտնել, որ ամուսինը մի օր կփոխի իր որոշումը։ Հուսով եմ Կարենը ինչ-որ մի օր կփոխի իր կարծիքը, անկեղծացել էր դերասանուհին, հավելելով, որ մասնագիտական այս սահմանափակումները իր համար բավականին զգայուն թեմա են։ Սակայն այսօր պատկերը լիովին փոխվել է, զույգն այժմ միասին հանդես է գալիս նոր գոյամարտ ֆիլմում, որն ապացուցում է, որ սերն ու փոխզիջումը կարող են հաղթահարել նախկինում հաստատված ցանկացած սկզբունք։ Խոսելով միության հիմքերի մասին, զույգը նշել է, որ իրենց սերը սկսվել է շատ բնական, բայց միևնույն ժամանակ պատասխանատվության մեծ զգացումով։ Հաղորդավարի այն հարցին, թե ինչպես հասկացաք, որ դիմացինն է այն մեկը, ում հետ պատրաստ եք ընտանիք ստեղծել, Կարենը նշեց. «Ես միշտ փնտրել եմ մեկին, ով կիսում է իմ արժեքները»։ Նա խոստովանեց, որ ծանոթության հենց առաջին իսկ պահից Մանեի մեջ տեսել է այն հասունությունը, որն իրեն պակասում էր կամ որը փնտրում էր նա։ Դա միանգամից եկող զգացողություն է, որ զգում ես, որ գտել ես քո միակին, նշել է դերասանը։ Անդրադառնալով հանրության կողմից ամենակննարկվող տարիքային տարբերությանը, Կարենը շեշտել է, որ իրենց ներքին աշխարհում այդ տարբերությունը երբեք գոյություն չի ունեցել։ Նա մանրամասնել է, որ Մանեի հասունությունը, նրա լրջությունն ու կյանքի հարցերում ունեցած խորը մոտեցումները թույլ են տվել, որ իրենք հավասարը հավասարի պես հաղորդակցվեն։ Հաղորդավարի դիտարկմանը, թե արդյոք այդ տարիների տարբերությունը երբևէ զգացվել է կենցաղում կամ շփման մեջ, Մանեն արձագանքել է, որ երբեմն իրեն ավելի մեծ է զգում, քան Կարենը։ Մեր միջև որևէ տարիքային անդունդ գոյություն չունի, նշել է զույգը։ Առանձնահատուկ, ուժեղ եւ հուզիչ է եղել անդրադարձը հետծննդաբերական շրջանին, որը զույգի համար դարձել է լուրջ փորձություն։ Մանեն բացահայտել է, որ առաջնեկի ծննդից հետո անցել է հոգեբանական բարդփուլի միջով, որը հայտնի է որպես հետծննդաբերական դեպրեսիա։ Նա նկարագրել է այն զգացողությունները, երբ ամեն ինչ թվում է անիմաստ եւ ներքին տագնապը թույլ չի տալիս վայելել մայրության բերկրանքը։ Հաղորդավարի հարցին, թե ինչպես են հաղթահարել այդ ծանր շրջանը, երբ թվում էր ամեն ինչ փլվում է, Մանեն անկեղծացավ, որ դա սարսափելի փուլ էր, որի ժամանակ ինքն իրեն չէր ճանաչում եւ անդադար լաց էր լինում։ Նա ընդգծեց, որ Կարենն այն մարդն էր, ով իրեն ձեռք մեկնեց, պարզապես լինելով նրա կողքին եւ օգնելով ամեն հարցում։ Կարենն իր հերթին հավելեց, որ այդ պահին գիտակցաբար մի կողմ է դրել սեփական էմոցիաները, հասկանալով, որ պետք է լինել ուժեղ հենարան, որպեսզի կինը կարողանա թուլանալ եւ վերականգնվել։ Կարենը պատմել է, թե ինչպես է փորձել լինել համբերատար, հասկանալ կնոջ ներքին տվայտանքներն ու չճնշել նրան իր պահանջներով։ Երբ հաղորդավարը անդրադարձավ այն հարցին, թե որն է նման իրավիճակներում տղամարդու ամենակարևոր դերը, Կարենը պատասխանեց, որ կարևոր է լինել ոչ թե պահանջողի, այլ տվողի ու աջակցողի դերում։ Ըստ նրա ամենամեծ օգնությունը պարզապես լսելն ու կողքին լինելն է։ Զույգը միասին է հաղթահարել այս ճգնաժամն, ինչ էլ ավելի է ամրապնդել նրանց կապը, դարձնելով այն ավելի գիտակցված եւ հասուն։ Նրանք նշել են, որ նման դժվարությունները միայն օգնում են նորովի բացահայտել զուգընկերոջը եւ գնահատել այն ներդրումը, որ դրվում է ընտանիքի պահպանման գործում։
Հարց ուղղվեց նաև այն մասին, թե ինչպես են լուծվում ընտանեկան անխուսափելի կոնֆլիկտները։ Մանեն նշեց, որ իրենք խոսում են անդադար, չեն լռում, լռությունը սպանում է հարաբերությունները։ Մենք քննարկում ենք ամեն ինչ, մինչև երկուս էլ չհանդարտվենք, նշել է Մանեն։ Խոսելով առօրյա կոնֆլիկտների եւ վեճերի մասին, Կարենն ու Մանեն չեն թաքցրել, որ իրենց ընտանիքում էլ լինում են տարաձայնություններ, սակայն նրանց մոտեցումը հստակ է՝ երբեք թույլ չտալ, որ վեճը վերածվի անհարգալից վերաբերմունքի։ Նրանք կարևորել են խոսելու մշակույթը, երբ կողմերը կարողանում են հանգիստ ներկայացնել իրենց դժգոհությունները եւ միասին գտնել ելքեր։ Ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե իրենց ընտանիքում ով է առաջինը զիջում, Կարենը նշեց, որ իրենց հարաբերություններում չկա ես կամ դու սկզբունքը։ Նա ընդգծեց, որ երկուսն էլ գիտակցում են վեճի անպտղաբերությունը։ Ես փորձում եմ պահպանել հանգստություն, իսկ Մանեն շատ արագ է հասկանում այն եւ փորձում հանդարտվել։ Մենք խոսում ենք այնքան ժամանակ, մինչեւ խնդիրը վերջնական լուծում է ստանում։ Հարցազրույցի վերջում դերասանները խոսել են նաև երեխաների դաստիարակության մասին։ Նրանք ցանկանում են, որ իրենց զավակները մեծանան սիրո եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, տեսնեն, թե ինչպես են ծնողները գնահատում միմյանց աշխատանքն ու ժամանակը։ Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear Nane. Happy birthday to you. Pchi. Ужих, pchi. Natalis. Abris, te picara. Ինչու՞ չես ուզում ավես։ Բայց ինչի մանկապարտեզ չես ուզում կյանքս։ Հա, ինչի։